Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Լուրերը, որ Քոչարյան Անրանիկի ներսում ինչ-որ կռիվ չեմ անում, ինչ-որ ինձ ասեցին։ Ես խնդրում եմ, ես շատ զգայուն թեմա է, եւ Գյամ ջան, կներես այնտեղ այդ հարցը կարգավորված է, բայց սենց դարձնել թիրախային բան անհարմար է։ Ո՞ր լրատվամիջոցներ ապահովում։ Չկա լարվածություն, չկա լարվածություն։ Մի փոքր, բա ինչ եք ասում, սենց զգայուն թեման շարք է երկրում։ Ծնողը ինքն էլ է երեխա կորցրել, իրանք էլ են կորցրել, բայց այդ մենք իրար մեջ կհարթենք, պետք չի որ դա դարձնեն, մի հատ սենց ինչ-որ մի հատ։ Ես հենց նոր դա է ասում։ Գյամ ջան, հիմա ինձ նոր զանգում են, ասում են, վայ, արդեն ինձ այնտեղ խեղդել են, ճամոթ է։ Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե խեղդել, խեղդվելու, հավաքվել ենք խնդիրներ լուծելու, ու այստեղ ամբողջ պետական ուժային մեքենան այստեղ այդ հարցերի լուծումները գտնելու համար եւ թերությունները վերացնելու։ Իմ ասածը հետեւյալն է. սրապես զգայուն թեմա գոյություն չունի։ Եվ այստեղ իրականում մենք թերացումներ ունենք եւ թերացումների հետևից ենք գնում։ Ես ափսոսում եմ, որ գուցե այս ծավալի sense երկրորդ փուլն ենք անում, որտեղ եւ քնչական մարմինները եւ դատաբժշկական փորձակնությունը ծավալները շատ մեծ են եղել։ Ուզում ասեմ, այս ծավալների մեծությունը պետք է չխանգարեր որակական ցուցանիշներ, որտեղ ծնողներն ինչի են դժգոհ, ասում են հիմնավոր ապացույցներ տվեք, որ ես վստահ լինեմ ու եմ ուղարկավորում։ Այդ ասա խնդիրը։ Դուք անախորդ անգամ էլ նման մի հայտարարություն եք արել պարոն Քոչարյան կապված մասնատեմասով եւս եկել են ազգային ժողով եւ ինձ պարզաբանում եք։ Ես պարզաբանում եմ տվեցի, չէ։ Նույն խնդրի առաջ այսօր մեր գործընկեր Գեգամ Նազարյանն է կանգնել։ Բայց ես ընդհանրապես շատ անվնաս բան եմ ասել, ինչ էի ասել, որ կա հնարավորություն, պարոն Աբազյան արդեն համապատասխան հանձնաժողովի նախագահի հետ ունեցավ քննարկում, որտեղ ունեցանք հնարավորություն գոնե որոնողական աշխատանքներ անելու, բայց պարզվեց թեման այնքան զգայուն է մեր ծնողների մոտ, որտեղ ասում են դուք մի ասա, որ իմ երեխայի մասունքն ես փնտրելու, ասում են գնա իմ երեխուն մանարի։ Ես ուղում տվեցի այդ հանդիպումից հետո եւ ասացի, այո, մենք պետքա փնտրենք ողջերի մեջ, չգտնելու դեպքում, բայց ունենանք հնարավորություն փնտրել նաեւ մասունքները։ Այսինքն մենք ամբողջ ծավալով մենք պետքա չժխտենք, որ կարող է ողջեր ման գանք։ Ուզում ասեմ, այստեղ միանգամից լարվածությունը պետք է դնել մի կողմ եւ անցնել գործական փուլ, որտեվ նայեք, գերիների հարցը շատ բարդ թեմա է, մինչեւ հիմա Գազայի հատվածում Իսրայելը, մյուսները իրար կոտորում են, բայց գերին չեն տանում։